Հարգելի օգտատեր, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 20-ից ARM TV-ս հավելվածի անվճար ակցիան ավարտվել է։ Բաժանորդագրման պայմաններին կարող եք ծանոթանալ armtvs.com կայքում կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 701 701, WhatsApp, Viber, +374 98 701 701։ Հավելվածում կշարունակեն ներկայացվել ընտանիքի բոլոր անդամների համար հատուկ մշակված Շանթ հեռուստաընկերության բոլոր ալիքները՝ Շանթ Premium, Շանթ Serial, Շանթ Music, Շանթ News։ Շատ շուտով կլինեն նաև նոր բարելավումներ և նոր ալիքներ, առավել հետաքրքիր և հարմար օգտագործման համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվեց, դատարանի առջև կրկին բողոքում էին Էջմիածնի բնակիչները։ Հայաստանում գրանցվել է H1N1 գրիպի մահվան դեպք, մահացածը նաև այլ հիվանդություններ է ունեցել։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քաղխորհրդի նիստ է անցկացրել, ում են կուսակցականները տեսնում ազգային ժողովում խմբակցության ղեկավարի և քարտուղարի պաշտոնում։ Ռուսաստանը կխոցի իր սահմանը ապօրինի հատած ինքնաթիռները, եթե վտանգ լինի, ըստ Իզվեստիայի պաշտպանության նախարարությունն այդպիսի փաստաթուղթ է մշակել։ Դոնալդ Թրամփը անդրդվելի է Մեքսիկայի հետ սահմանային պատի հարցում, Միացյալ Նահանգների նախագահը պատրաստ է անգամ արտակարգ դրություն սահմանել։ Գերմանիայի կանցլերը չի պատասխանել նացիստների հանցագործության պատճառով Հունաստանին պատճառած վնասի փոխհատուցման մասին հարցին, Անգելա Մերկելը հյուրընկալվել է Աթենքի նախագահական պալատում։ Ազգային ժողովի աշխատակազմը անցած տարի տնտեսել է 404 միլիոն դրամ։ Ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման գաղտնիքը բացել է ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը։ Պետական վերահսկողական ծառայության պետը պնդում է, որ ԵՊՀ-ում 800 միլիոն դրամի չարաշահում է եղել։ Մայրբուհում կատարված ուսումնասիրությունների արդյունքները իրավապահների մոտ են։ Շանթ հեռուստաընկերության եթերում հորիզոնի ժամը 18-ի թողարկումն է, բարև ձեզ։ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ Հայաստանի գլխավոր դատախազության ներկայացրած բողոքի քննությունը։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառով, քանի որ դատարանին միջնորդություն ներկայացնելու համար որոշ փաստաթղթեր պետք է տրամադրվեն։ Պաշտպանը նաև պարզաբանել է, թե ինչու Մանվել Գրիգորյանը ներկա չի եղել նիստին։ Ես պայմաններում չի կարող նիստը կայանալ, որովհետև խոչընդոտվում է։ Ինչպես է խոչընդոտվում։ Սա ճիշտ մոտեցում չի, երբ որ փողոցից մեկը բութը վերև հանում, ներքև հանում, ուզում եմ, չեմ ուզում, լայֆեր են մտնում, բացատրում են, որ պայքարում են արդարադատության դեմ, բառացիորեն, համապատասխան արձագանքը չեն ստանում, հետադարձ բանը չի լինում։ Հասկանալի է հիմա ինչն է խոչընդոտվել, ինչ պատճառով է։ Չէ, նիստը հետաձգվել է զուտ տեխնիկական պատճառով, որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա, միջնորդությունները ներկայացնելու պատրաստելու համար տրամադրվել է ողջամիտ ժամանակ եւ նիստը կայանա մեկ այլ օր։ Չեմ կարող հիմա Ինչու պարոն Գրիգորյանը չեն մասնակցում։ Պարոն Գրիգորյանի առողջությունը լավ չի եղել, դրա համար չի մասնակցել, բայց նա ցանկություն հայտնում է մասնակցելու, եթե այդպիսի հնարավորություն ընձեռնվի եւ առողջությունը ների, անպայման կմասնակցի։ Ասել եք, որ տոներից հետո ի վերջո կասեք ինչ հիմքով է Մանվել Գրիգորյանը, պաշտպանական կողմը, ասել էր, թե կասեն ինչ հիմքով է ի վերջո Մանվել Գրիգորյանը ազատ արձակվել, խնդրում եմ բացահայտեք։ Վերացել է անհրաժեշտությունը կալանքի տակ պահելու, դատարանը հնարավոր է գտել, որպեսզի բացառապես այդ հիմքով կալանքը փոխարինվի գրավով։ Այո, այդ թվում նաև հիվանդությունները, բացասական դինամիկան եւ չէ ոչ միայն բացառապես հիվանդության, այն հիմնավորումները, որոնք որ վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել էր նախաքննության ընթացքում կալանքի վերցնելուց, դրանք անընդհատ տեխնիկական
կրկնության միջոցով չեն կարող հիմք հանդիսանալ հետագա կալանքները երկարաձգելու համար եւ դատարանը արդարացիորեն գտել է, որ հնարավոր է փոխարինել գրավը։ Քրեական վերաքննիչ դատարանի մոտ, երբ ներսում ընթացել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը, բողոքի ակցիա են անցկացրել Էջմիածնից մայրաքաղաք հասած մի խումբ ցուցարարներ։ Նրանք պահանջել են, որպեսզի 25 միլիոն դրամ գրավի դիմաց դեկտեմբերի 21-ին կալանքից ազատված Մանվել Գրիգորյանին դատարանը կրկին կալանավորի։ Հայաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը Շանթ Նյուզ.am-ին հայտնել է, որ Կարագանդայի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ռուս իրավապահ մարմինների մոտ է։ Դեսպանն ասել է նաեւ, որ իրենք ներկա կլինեն արտահանձնման պրոցեսին։ Դեռ ժամկետներ չկան, երեկ դա տեղի ունեցել, մենք կապի մեջ ենք տեղի իրավապահ մարմինների հետ։ Գիտեմ, որ մեր գոլեգաներն Ղազախստանում որևէ այլ տեղեկություն այս բանի չկա։ Ընդհանուր երկար գործընթաց է դա, ասենք, իրավական որոշումների եւ այլն։ Մենք հետեւում ենք իրավիճակը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այսօր քաղաքական խորհրդի նիստ է հրավիրել, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Քննարկվել են 7-րդ գումարման ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, խմբակցության քարտուղարի պաշտոնում Արման Աբովյանի։ Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն ասել է, որ մահացածը կին է, որն ունեցել է նաեւ այլ հիվանդություններ։ Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր ռիսկային խմբերին պատվաստվել գրիպի եւ այլ սուր շնչառական հիվանդությունների դեմ։ Այո, խնդիրներ ունենք։ Գրիպը դա նպաստում է մեկ այլ հիվանդություն, եթե ունի, զարգացնում է եւ հնարավոր է մահվան դեպք։ Մեկ դեպք մենք արձանագրած ունենք մի կնոջ մոտ, որը այլ հիվանդություններ ուներ զուգակցելով եւ նրա մոտ մենք H1N1 անջատեցինք։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ գրիպով հիվանդանալը դա չի նշանակում, որ մենք գրիպով հիվանդացանք ու մահանալու ենք։ Եթե մենք գրիպով հիվանդացանք, ինչպես մյուս հիվանդություններ, պետք է դիմենք բժշկի եւ բուժումը ստանանք։ Գրիպը քրոնիկ հիվանդին, ուրեմն վարակվելով նպաստելու է եւ շատ արագ կարող է ընդհուպ բերել մինչեւ մահվան։ Առողջապահության նախարարությունը ասում է, քրոնիկ հիվանդներ պատվաստվեք։ Մեծ դժվարությամբ պատվաստանյութ է հայտարարվում, բերում, որպեսզի մենք կարողանանք մեր ռիսկի խմբերին պատվաստենք։ Դրանք են 0-ից 5 տարեկան, դրանք են 65-ից բարձր մեծահասակները, դրանք են հիմնականում երեխաներ, ասի քրոնիկ հիվանդները եւ իհարկե բուժաշխատողները։ Խոսվում է այն մասին, որ հարցեր կար, որ ինչի սահմանները չի վերահսկում, ասեմ, որ սահմանների վերահսկելու ընդհանրապես դրա կարիքը չկա, քանի որ այն ժամանակ, երբ որ բարձրացում նկատվեց նույն մեր արևան երկրում, Վրաստանում, նույն ենթատիպը շրջանառվում էր Հայաստանում։ Այսինքն այնպես չէ, որ Հայաստանում չկար, մենք պետք է սահմանները փակենք եւ թույլ չտանք, որ այդ վիրուսը ներթափանցեր Հայաստան։ Հարթացած վիճակում նոր հոսպիտալացվում է։ Հիմա մենք ասում ենք՝ մի գնա հիվանդանոց, դիմիր պոլիկլինիկա, պոլիկլինիկայում քո բուժումը ստացիր։ Ծանոթ դեպքեր երեխաներին են վերաբերում եւ ինչ հետևանքներով Ես ձեզ ասեցի, մենք ներկա պահին ոչ մի երեխաների շրջան մահվան դեպք չունենք, բայց ծանր դեպքեր այո ունենք, վերակենդանացման բաժանմունքում ունենք։ Վերջ։ Պատվաստման միանշանական վճար է, ընդհանրապես բոլոր պատվաստումները մեր եւ կառավարության որոշումով ծրագիրը հաստատված է, բոլորը անվճար է։ Պատվաստանյութը բավականին բարձր որակի պատվաստանյութ է, դա էլ կարող եմ ասել, ես ինքս էլ պատվաստվել եմ, այնպես որ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Բուժումը ավելի մանրամասն երևի մեր մասնագետները ներկայացնել են մեր մասով չի։
Միջազգային իրադարձությունների մասին Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպան արդեն սկսել է միասնական բանակի ստեղծման աշխատանքները։ Նա ընդգծել է, որ Գերմանիան և Ֆրանսիան Եվրոպայի պաշտպանական ոլորտը առաջ մղող ուժերն են, որոնք մեկը մյուսին կօգնեն տարածքային զինված հարձակման դեպքում։ Նոյեմբերին հաստատված ծրագրի համաձայն Ֆրանսիան, Բելգիան և Կիպրոսը ստեղծում են հրթիռային համակարգերի ընտանիք։ Մեկ այլ ծրագրի շրջանակում էլ Հունաստանը, Իտալիան և Սլովակիան եվրոպական զրահապատ հետևակի մարտական մեքենա են ստեղծում։ Գերմանիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Եվրամիության 25 պետությունները միավորվել են ոչ թե այն պատճառով, որ Բրյուսելից են նման ցուցում ստացել, այլ կամավոր հիմքով, քանի որ դա բխում է Եվրոպայի անվտանգության շահերից։ Չինաստանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու համար Վարշավայում ձերբակալվել են Huawei ընկերության լեհական ծառայության տնօրենը և ներքին անվտանգության գործակալության բարձրաստիճան աշխատակիցներից մեկը։ Կասկածյալների տներում խուզարկություններ են անցկացվել և փաստաթղթեր առգրավվել։ Երկու կասկածյալներն էլ չեն ընդունում իրենց մեղքը։ Ռուսաստանը թույլ կտա խոցել իր սահմանը ապօրինի հատած ինքնաթիռները, եթե նրանից վտանգ լինի։ Խոսքը անգամ ուղևորատար ինքնաթիռների մասին է։ Նման փաստաթուղթ է մշակել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Համաձայն փաստաթղթի Ռուսաստանում կկրակեն այն ինքնաթիռների վրա, որոնց սահմանը դիտավորյալ հատելը կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի, ռազմավարական օբյեկտները վնասելու և մարդկանց զանգվածային մահվան։ Մինչև խոցումը ինքնաթիռին մի քանի անգամ կզգուշացնեն այդ մտադրության մասին։ Ըստ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նման պրակտիկա գոյություն ունի շատ երկրներում։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ, թե վայրկյաններ անց ինչ ենք ներկայացնելու Շանթ Նյուզի եթերում։ Ռուսաստանը կխոցի իր սահմանը ապօրինի հատած ինքնաթիռները, եթե վտանգ լինի։ Ըստ Իզվեստիայի պաշտպանության նախարարությունն այդպիսի փաստաթուղթ է մշակել։ Դոնալդ Թրամփը անդրդվելի է Մեքսիկայի հետ սահմանային պատի հարցում։ Միացյալ Նահանգների նախագահը պատրաստ է անգամ մարտակարգ դրություն սահմանել։ Գերմանիայի կանցլերը չի պատասխանել նացիստների հանցագործության պատճառով Հունաստանին պատճառած վնասի փոխհատուցման մասին հարցին։ Անգելա Մերկելը հյուրընկալվել է Աթենքի նախագահական պալատում։ Ազգային ժողովի աշխատակազմը անցած տարի տնտեսել է 404 միլիոն դրամ։ Ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման գաղտնիքը բացել է ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը։ Պետական վերահսկողական ծառայության պետը պնդում է, որ ԵՊՀ-ում 800 միլիոն դրամի չարաշահում է եղել։ Մայրբուհում կատարված ուսումնասիրությունների արդյունքները իրավապահների մոտ են։ Նշված թեմաներին կանդրադառնանք Շանթ Նյուզի եթերում, որին կարող եք հետևել ArmTV-ից հավելվածով և Ռոստելեկոմի կաբելային ցանցով։ Իսկ Շանթի եթերում այս ժամի լրատվությունը այսքանն էր։